Բարև ձեզ։ Բավական հետաքրքիր ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում այն բանից հետո, երբ Բաքուն եւ Երևանը հայտարարեցին, որ աշխատանքը խաղաղության համաձայնագրի շուրջ ավարտված է, խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Թվում էր, թե Ադրբեջանին այլ բան չի մնում, քան արագ արձագանքել պայմանագրի ստորագրման ժամկետների եւ վայրի շուրջ քննարկումների առաջարկին, ինչպես առաջարկեց հայկական կողմը, սակայն այդպես չեղավ։ Ադրբեջանը շարունակեց իր կոշտ հռետորաբանությունը, հայտարարեց, թե Հայաստանն է պատրաստվում պատերազմի, ավելին ապատեղեկատվություն սկսեցին տարածել մեկ օրվա մեջ 3 անգամ, թե իբր հայկական կողմը կրակ է արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ սկսենք նրանից, թե ինչը ստիպեց հայկական կողմին գնալ այս համաձայնություններին, երկու չհամաձայնեցված կետի։ Ես կարծում եմ, որ մենք գոնե ես այս պահին ամբողջական տեղեկատվությունը չունեմ, իմ ձեռքի տակ ամբողջական պատկերը հետևապես չեմ տեսնում, ես չեմ կարող միանշանակ ձեր հարցին պատասխանել, ինձ ժամանակ է պետք դրա համար, բայց այս պահին ես կարող եմ ասել, սա իմ ենթադրությունն է, ուղղակի վարկած է սա, որ սա դիվանագիտական, քաղաքական խաղի մեր կողմից մի մաս է, որով մեր երկրի ղեկավարությունը փորձում է ցույց տալ այնինչ կա իրականում, որ մենք կոնստրուկտիվ ենք, որ մենք պատրաստ ենք գնալ նույնիսկ համաձայնեցման այդ երկու կետի, որոնք բավականին խնդրահարույց են մեզ համար, ես անձամբ համարում եմ դա շատ խնդրահարույց, որոշակի առումով անընդունելի, միայն մեկ նպատակ ունենալով վերջապես Ադրբեջանի հետ հարցը փակել խաղաղությամբ։ Այս պահին ես դա այսպես եմ տեսնում, սա խաղ է, հետագայում արդեն ամբողջական տեղեկատվությունը երկրորդ կարող ենք շատ ավելի խիզախ վարկածներ։ Եթե ասում եք այս պահին, ինչը ստիպեց այս պահին գնալ այդ համաձայնություններին, կարող ենք ենթադրել, որ հողի վրա էսկալացիան փորձ արվեց կառավարել դիվանագիտական։ Ես չեմ տեսնում այս պահին որևէ հիմքեր էսկալացիայի համար, Ադրբեջանի համար իհարկե, այս պահին հասկանում ենք իրավիճակը շատ հեղեղուկ է, կարող ենք մենք խոսել, կարող է ամեն ինչ փոխվել, հետևաբար ոչ։ Սա ավելի մեծ քաղաքական հավասարության մի մաս է։ Ես կարծում եմ, որ սա նորից ուղղակի վարկած է, ես տեղեկատվություն չունեմ այս պահին ամբողջական, որ կա որոշակի ճնշում Ադրբեջանի վրա այս հարցում, եւ Հայաստանը հերթական անգամ գնդակը ուղարկում է ադրբեջանական դաշտ, լավ գիտակցելով, որ Ադրբեջանը չի կարող գնալ այդ պայմանագրի ստորագրման։ Ես շարունակում եմ պնդել հիմա, երբ որ այդ երկու հոդվածը, երկու կետը համաձայնեցված են, որ Ալիևը չի ցանկանում խաղաղության պայմանագրի ստորագրել Հայաստանի հետ, Ալիևը անընդհատ նոր պահանջներ է առաջ բերելու, եւ ձգելու է այնքան ժամանակ, միջև չհասնի իր ուզածին, կամ այնքան ժամանակ, միջև մենք չկարողանանք տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժային բալանսը Ադրբեջանի հետ փոխենք, եւ այդ ժամանակ Ալիևը ստիպված է լինելու գնալ այդ փաստաթղթի ստորագրման։ Այս պահին Ադրբեջանը չի ցանկանում դա ստորագրել։ Եվ այստեղ որևէ փոփոխություն չկա։ Այսինքն ցղտում էր հասնել այդ համաձայնությանը, քաչ իմանալով, որ ինքը չի ցանկանում եւ չի ստորագրելու, հա։ Հիմա ձգտում է հասնել մեր համաձայնությանը, փոխել սահմանադրությունը, ձգտում է հասնել մեր համաձայնությանը։ Իրենք են, չէ, ասում եք, ես չեմ ասում։ Որպեսզի մենք մեր ազատամարտիկներին հանձնենք իրենց, ձգտում է հասնել նրան, որպեսզի մենք միջանցք տանք, ձգտում է հասնել նրան, որպեսզի դեմարկացիան եւ դելիմիտացիան իրենց պայմաններով գնա։ Ձգտումները անվերջ են։ Ադրբեջանի համար անակնկալ էր Հայաստանի այս համաձայնությունը։ Չեմ կարող ասել, կարծում եմ նրանք այս վարկածը հաշվի են առել այնուամենայնիվ եւ այն, որ Բայրամովը առաջ անգավ, միանգամից հայտարարեց այն դեպքում, երբ որ մեր ԱԳՆ-ն ակնկալում էր ամենայն դեպս հայտարարության տեքստում այդպես էր գրված, որ լինելու է երկկողմանի հայտարարություն, խոսում է այն մասին, որ նրանք փորձում են առաջ ընկնել եւ իրավիճակը փոխել իրենց օգտին եւ դրանից հետո նորից առաջ ընկնելով միանգամից հայտարարեց, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանը սահմանադրություն է փոխելու, Մինսկի խումբն է ցրելու եւ այլն եւ այլն եւ այլն։
Այսինքն այո, նրանք գիտակցում են այս իրավիճակը, ինձ մոտ այդպեսի տպավորություն է, եւ փորձում են անել այնպես, որպեսզի մենք չկարողանանք այս իրավիճակից դիվիդենդներ կառել։ Լավ, հիմա Հայաստան-Ադրբեջան այս շրջանակից մի փոքր փորձենք ընդլայնել շրջանակը, ներառելով նաև այն ուժերին, որոնք ակտիվ ներգրավվածություն են ունեցել այս ամբողջ ընթացքում Հարավային Կովկասում եւ հայ-ադրբեջանական գործընթացում։ Խոսքը առաջին հերթին եւ մասնավորապես Միացյալ Նահանգների մասին է։ Ինչի մասին էր Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի օդանավի վայրեջքը Բաքվի օդանավակայանում Մոսկվայից հետո եւ ինչի մասին էր Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի հեռախոսազրույցը Հաջիևի հետ եւ հետո գրառումը։ Ну, վայրեջքի մասով ոչ մի բան չեմ կարող ասել, տեղեկատվության պակաս կա։ Ուոլցի հայտարարությունը կարծես թե բաց տեքստով նա տեղադրել է իր էջում, ամենայն դեպս էությունը X-ում, եւ այնտեղ նշվում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է եւ հանձնառու է հասնել խաղաղության նաեւ։ Ես մեջ բերեմ, որպեսզի ավելի պարզ լինի։ Տարածաշրջանում Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մեծ քայլ են կատարել, համաձայնեցրել են խաղաղության պայմանագրին։ Ես նրան ասացի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղության համաձայնագիրը հիմա, ազատենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու համար։ Միացյալ Նահանգների ոսկե տարը աշխարհին կբերի խաղաղություն եւ բարգավաճում եւ չենք դադարի աշխատել մինչեւ դա տեղի չունենա։ Սա տողերի եւ տողատակերի մասով ինչ է նշանակում։ Տողատակերի մասով չեմ կարող ասել, տեքստը բավականին ուղիղ ձևով է գրված, ամեն ինչ հասկանալի է, ԱՄՆ-ն ակակալում է Ադրբեջանից խաղաղության պայմանագրի ստորագրություն, ռազմագերիները որպեսզի պետք է ազատվեն, պատանդները ազատվեն, վերադառնան Հայաստան, եւ այդ ամենը լինի ոչ թե հռետորաբանության մակարդակով, իսկ Ադրբեջանը արդեն 5 տարի է խաղաղության մասին է խոսում, բայց մի քայլ չի անում դեպի խաղաղություն, այլ լինի պրակտիկ հարթության վրա, ամեն ինչը հստակ է ասված։ Փորձենք այդուամենայնիվ մի փոքր փորփրել այդ իմ ասած տողատակերը։ Սա արդյոք պատասխան է մեզ հուզող հարցի Միացյալ Նահանգներում նախագահի ընտրությունից հետո մեզ հուզող այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավված մնալ Կովկասյան գործընթացներում։ Ես հերթական անգամ ստիպված եմ ասել հետևյալը։ Դա կախված է նրանից, թե մենք ինչ ենք անելու։ Մենք արդյոք իրենց ուշադրությունը գրավելու ենք այս խնդրին, թե ոչ։ Մենք արդյոք ԱՄՆ-ի հետ աշխատելու ենք, թե ոչ։ Հիմա տեսեք, քայլ արվեց, չէ՞։ Ես ուղղակի փորձում եմ դատողություններով կիսվել։ Քայլ արվեց, հայտարարեցինք, որ մենք պատրաստ ենք ստորագրել այդ կետը, այդ երկու կետներ ենք ընդունում։ Սա պատասխանն է։ Դու երբ որ քայլ ես անում, անընդհատ իրենք տեսնում են, չէ՞, այդ ինդիկատորները, ցուցիչները տեսնում են, իրենք էլ փորձում են իրենց պրոֆիտը այս ամենից քաղել։ Այն թե Միացյալ Նահանգները այստեղ հետաքրքրություն ունի, շարունակելու է ներգրավված մնալ, կախված է մեր քայլից։ Այդ թվում կախված է մեր քայլերից, եթե մենք ոչ մի բան չանենք, եթե մենք շարունակենք մնալ մեր տեղում եւ ԱՄՆ-ի հետ չփորձենք հարաբերություններ կառուցել կամ տեսեք, նախաձեռնողականությունը քաղաքականության մեջ ամենակարևոր բանն է։ Ալիևը որքանով է նախաձեռնող։ Մենք ունենք Ալիևից պետք է սովորենք այդ առումով, եթե որևէ ամոթ բան չկա։ Եթե մենք դա չենք անելու, իրենք էլ չեն անելու։ Շահը պարզ է։ ԱՄՆ-ն շահագրգռվածություն այս տարածաշրջանում ունի եւ ես բազմիցս եմ այդ մասին խոսել եւ այդ շահագրգռվածությունը ոչ միտեղ չի կորում։ Դա կա։ Լավ, մեր նախաձեռնողականությունը ինչի մասին դուք խոսում եք, անդրադառնանք հաջորդ մեկ հարց հետո, բայց ես ուզում եմ հիմա այդ հայտարարությունը կարդալ մի փոքր այլ շեշտադրմամբ, հա։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մեծ քայլ են կատարել համաձայնել են խաղաղության պայմանագրին։ Ես նրան ասացի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղության համաձայնագիրը հիմա, ազատենք բանտարկյալներին, միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։ Այս մենքը նշանակում է, որ մենք այստեղ ենք, մենք մասնակից ենք եւ մի քիչ էլ խորացնեմ, մեզ մոտ պետք է ստորագրվի այդ պայմանագիրը։ Իրենք այստեղ են, քանի որ մենք իրենց հետ ունենք ռազմավարական հարաբերությունների խորացման մասին ճանապարհային քարտեզ խարտիա։ Իրենք այստեղ են, քանի որ այստեղ ունեն աշխարհում ամենամեծ դեսպանատունը։ Իրենք այստեղ են, քանի որ շահագրգռված են, որպեսզի միջին միջանցք անցնի այս տարածաշրջանով։ Իրենք այստեղ են, որովհետև մենք ունենալու ենք շուտով ռազմական վարժանքներ հայ-ամերիկյան։ Այս տեղները դրանով են կառուցվում։ Եթե մենք այդ ամենը չունենենք, իրենք այստեղ չեն լինի։ Այդ ռազմական տեխնիկայի փոխադրումը Հայաստան այդ վարժանքներով պայմանավորված։ Այո, իհարկե։ Այո։
Հիմա կանք ձեր ասած նախաձեռնողականության այս պարագայում Հայաստանը ինչ պիտի անի, որ նախաձեռնողական լինի։ Հայաստանը պետք է հասկանա Թրամփը ինչ է ուզում տարածաշրջանից։ Հայաստանը պետք է հասկանա որտեղ են մեր շահերը համընկնում Ամերիկայի շահերի հետ։ Հայաստանը պետք է հասկանա ինչ գործարք կարող է եւ պարտավոր է առաջարկել Թրամփին։ Թրամփը գործակներով ավելի կոնկրետ առաջարկի, որ Թրամփը կամ Միացյալ Նահանգները դառնան երաշխավոր միջնորդ եւ մենք պետք է վերջնական որոշում կայացնենք կապված ատոմակայանի կառուցման հետ։ Սա քաղաքական առաջին հերթին պրոյեկտ է մեզ համար, նոր տնտեսական, չնայած տնտեսական կարևորությունը որևէ մեկը չի հերքում։ Քաղաքական եւ աշխարհաքաղաքական առումով ԱՄՆ-ն պետք է այդ ամենը անի այստեղ։ Այդ մեկ։ Երկրորդ, այդ նույն հազվագյուտ մետաղները Հայաստանում էլ կան։ Այս իրավիճակում մենք շատերը ասում են, որ դա բնապահպանության տեսանկյունից այնքան էլ ռացիոնալ չէ, ես կարող եմ դա հասկանալ, բայց մենք ունենք այս պահին անվտանգային խնդիրներ, որոնք բնապահպանային խնդիրները ցավոք գերակշռում են այս պահին եւ ես կարծում եմ, որ այս առաջարկներ պետք է անենք ԱՄՆ-ին։ Մենք մեր ձեռքով այն ինչ որ գրած է խարտիայում պետք է կետարկետ իրականանա։ Գումարած այդ նոր առաջարկներին։ Ըստ որ ունենք առաջարկելու, ինչու չունենք։ Իսկ Ադրբեջանը այս միջոցին ինչ է անում, ինչով է պայմանավորված, որ կողմից եկող ազդակներով է պայմանավորված նրա այս քաղաքական վարկագիծը։ Որ քաղաքական վարկագիծ։ Այն, որ անմիջապես չարձագանքեց, թե լավ, եթե համաձայն եք, եկեք պայմանավորվենք, քննարկենք եւ այլն եւ այլն։ Դե Ադրբեջանը չի կարող ասի, ես չեմ ուզում դες այդ խաղաղության պայմանագիր կնքեմ։ Չի կարող այդպեսի բան անել, ուրեմն ասում է ուզում եմ, բայց դրա համար պետքա դուք փոխվեք, պետքա ձեր ազգանունները փոխեք, հարյուրավոր հազար ադրբեջանցիներին պետք է ուղերձները ազդեցություն չունեն, չեն ունենա։ Նայած թե ինչ տոնայնությամբ այդ ուղերձները կուղվեն, նայած թե կոնկրետ այս տոնայնությունը, որը մենք ունենք հիմա։ Դա բավական չի։ Այս տոնայնությունը Թրամփը միջև նախագահ դառնալ այդ նույն տոնայնությամբ խոսում էր Ռուսաստանի հետ եւ ասում էր, որ մեկ օրվա մեջ պայմանագիրը ստորագրվելու է եւ պատերազմը կանգնելու է։ Ես անձամբ չեմ հավատում դրան նույնիսկ հիմա։ Այդուամենայնիվ, այստեղ կարծես թե հարկ է վերհիշել նաև Բաքվի գլոբալ խորհրդաժողովը, որի ժամանակ Ալիևը հայտարարում էր, թե իրենք պետք է կառուցեն Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, մոտավորապես եմ ասում, եւ հիմք ունենալով եւ էներգետիկ խնդիրները, եւ լոգիստիկ, եւ ճանապարհային այդ հաղորդուղիներ եւ այլն, եւ նաեւ ահաբեկչության դեմ պայքարը։ Ահաբեկչության դեմ պայքարը ասելով հասկանալի է, չէ՞, որ Ադրբեջանի համար դա, ասենք, Եմենի հութիները չեն, հայ-ադրբեջանականն է։ Հիմա հատկապես որ Հայաստանին էլ գիտեք ինչպես է իմպերատորում։ Հիմա այս ուղերձները ջուր չեն լցնում Ալիևի այդ ակնկալիքների վրա։ Այս պահին ոչ։ Այս պահին այդպիսի օրակարգ չկա իրականում։ Ալիևը ինչ ասես կարող է հայտարարել, բայց այս պահին այս օրակարգը չկա եւ այս օրակարգի ձևավորման մասով կոնկրետ ադրբեջանական ուղղությամբ շատ կարևոր է թե ինչ իրադարձություններ են լինելու Իրանի շուրջ։ Եվ Իրանի եւ Ադրբեջանի դերակատարում այդ իրադարձություններում։ Ну, ես հույս ունեմ, որ Ալիևը ինքնասպան չէ եւ թույլ չի տա, որպեսզի Իրանի վրա ինչ որ հարձակումներ լինեն իր տարածքից, կամ որ սահմանը փակվի Իրանի հետ իրենց նախաձեռնությամբ, որտեղ հակառակ դեպքում այն կարող է իրոք փորձել ակնկալել ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի հետ կարգավորման շրջանակներում։ Այդուամենայնիվ, այն ինչ մենք հիմա տեսնում ենք, այդ համաձայնեցումից հետո այս զարգացումները կարող ենք արձանագրել, որ հիմա Միացյալ Նահանգները, նախագահ Թրամփը ավելի շատ եւ ավելի շուտ զբաղված են Ուկրաինայի հարցով եւ Իրանով եւ մեր տարածաշրջանում այլ գործընթացներ, մասնավորապես ադրբեջանական ագրեսիա եւ այլն կխառնեն այդ խաղակրթերը եւ նրան պետք չի այլ նոր էսկալացիա այս հարթության մեջ։ Այն որ այստեղ նոր էսկալացիա ԱՄՆ-ին պետք չէ, դա կարծում եմ ակնհայտ է, դա եղել է ակնհայտ, երբ որ Բայդենի վարչակազմներ իշխանության գլխին, դա ակնհայտ է այս պահին, եւ այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ գին կարող է առաջարկել Ալիևը այդ էսկալացիայի իրավունքի համար, էսկալացիա հրահրելու իրավունքի համար, եւ արդյոք այդ գինը ԱՄՆ-ի համար ընդունելի կլինի։ Այս պահին դեռ ինքը ոչ գինն է առաջարկել, ոչ էլ այդ պատասխանը ստացել է, թույլտվությունը ստացել է, բայց դա չի նշանակում, որ կարող է նա վաղը գնալ եւ այդ առաջարկը անել։ Այս պահին ես Այսինքն հայտարարությունը, որի մասին մենք խոսում էինք, դա դեռ ոչինչ։
Տեսեք Արթուր, հայտարարությունները դա քաղաքականության երեսն են։ Այնինչ կա հայտարարությունների տակ շատ դեպքերում մեզ հայտնի չէ եւ կարող է լինել ուղիղ հակառակ 180 աստիճան հակառակ, քան այն ինչ մեզ հրամցվում է եւ մատուցվում է։ Եթե մենք հայտարարություններով դատենք, վաղը չէ մյուս օրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի։ Ես դրան չեմ հավատում։ Մենք բոլոր կետերը համաձայնեցված են։ Ինչն է խանգարում, որ չենք ստորագրի։ Ես չեմ հավատում, որովհետեւ ես փորձում եմ վերլուծել Ադրբեջանի նպատակները։ Այս խաղաղության պայմանագրով Ադրբեջանի նպատակները Հայաստանի նկատմամբ չեն լուծվում։ Հետևաբար Ալիև այս պահին այդ պայմանագիրը չի ստորագրի։ Այն կարող է ստորագրել երկու դեպքում։ Եթե փոխվում է մեր ուժերի հարաբերակցությունը Հայաստան-Ադրբեջան, դա առաջինը, եւ նա հասկանում է, որ շարունակել այդ էսկալացիան անիմաստ է իր համար եւ շատ թանկ է իրավեր նստելու, կամ եթե փոխվում է աշխարհակահաղական իրավիճակը, նույն ԱՄՆ-ն ընտրությունը կատարում է, փոխվում է իրավիճակը տարածաշրջանում, շատերը կարծում են, որ Թուրքիան էլ է ստիպում Ադրբեջանին ստորագրել, այդ ժամանակ Ալիևը ստիպված գնալու է այդ քայլին։ Ալիևը իր շահերից ելնելով այս պահին դրան չի գնալու։ Դա իմ համար ակնհայտ է, որովհետև այդ խաղաղության պայմանագիրը այս պահին իրեն ոչ մի բան չի տալի եւ նա փորձում է ստանալ շատ ավելին, իսկ շատ ավելին դա Հայաստանի կապիտուլյացիան է։ Ալիևը ձգտում է Հայաստանի կապիտուլյացիային, ոչ ավել, ոչ պակաս։ Ուրիշ բան ինքը չի ուզում մեզանից։ Միացյալ Նահանգների մասին խոսեցինք, հիմա տեսնենք ինչ է ասում Ռուսաստանը այս զարգացումների մասին, խաղաղության համաձայնագրի համաձայնեցման մասին, ասում է Ռուսաստանը աջակցում է այն կարևոր քայլին հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններով։ Մենք պետք է այս պահին շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Իջեցնեմ սա ազատ զրույցն է Free News եթերում, ես զրուցում եմ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ, մենք հասանք Ռուսաստանի արձագանքին։ Մեր երկրի ղեկավարությունը պետք է այս պահին շատ մեծ ջանքեր գործադրի, տիտանյան ջանքեր գործադրի, որպեսզի հակամարտության լուծումը վերադառնա եռակողմ պայմանավորվածությունների տիրույթ։ Եռակողմ։ Այո։ Այնինչ ասում է Ռուսաստանը։ Այո։ Շատ մեծ ջանքեր է մեզանից պահանջվում, որովհետև այս պահին որևէ օբյեկտիվ իրողություն, որը կարող է ձևավորել այդ իրավիճակը, որպեսզի մենք վերադառնանք 20 թվականի նոյեմբերի 9-ը, կամ դրանից հետո ստորագրված փաստաթղթերը 3 եռակողմ են, չէ՞։ Մենք դրա համար շատ պետք է ջանք գործադրենք, որովհետև դրա համար եռակողմ ասելով դուք ինչ նկատի ունեք։ Եռակողմ ասելով տպավորությունն այն է, որ Ռուսաստանը նկատի ունի միայն 9-րդ կետը։ Ռուսաստանը նկատի ունի ամբողջ կոմպլեքսը 3 եռակողմ պայմանավորվածությունը, բայց այդ թվում նաև 9-րդ կետը։ Ես նորից եմ ասում, որևէ օբյեկտիվ հիմք այս պահին, որպեսզի մենք վերադառնանք այդ եռակողմ 9-րդ կետ կասեք, թե 3-ը կասեք, ստեղ իրավիճակը դրանից չի փոխվում։ Դրա համար որևէ հիմք չկա։ Եվ եթե մենք չուզենք, եթե մեր երկրի ղեկավարությունը չուզի դրան վերադառնա, չուզենա դա անի, դա չի լինելու։ Որտեվ հողի վրա Ռուսաստանը դրա համար ոչ մի հնարավորություն այս բանը չունի։ Հստակեցնենք, դուք ասում եք, մեծ ջանք պետք է թափի հայկական կողմը, որպեսզի վերադառնանք եռակողմ, այսինքն պետք է մեզ վերադառնալ այդ եռակողմը։ Իհարկե ոչ, պարոն Գերակոսյան, իհարկե ոչ, ես դա եմ ասում, սա կարող եք սարկազմ համարել կամ չգիտեմ ինչպես համարել, բայց սա է իրականությունը։ Չկա դրա համար ոչ մի հիմք։ Եթե մենք կամավոր չգնանք այդտեղ, մեր վիզը բանի մեջ չմցնենք, այդ պարանի մեջ, թոկի մեջ չմցնենք, դա չի լինելու, որտեվ հիմք չկա դրա համար։ Ռուսաստանը 20 թվականի նոյեմբերի 9-ին եւ Ռուսաստան այսօր դա տարբեր Ռուսաստաններ են։ Եվ Ռուսաստանը դրա երկար է տանջվելու եւ երկար է իր քաղաքացիների կյանքերը եւ ֆինանսական միջոցները մսխելու Ուկրաինայում, դա երկար գործընթաց է լինելու։ Իրենք հիմա այստեղ տեսեք, ես օրինակ հիմա վարկած եմ լսում, երբ որ ասում են Նիկոլ Փաշինյանը դե Կրեմլի հաղորդագրության համաձայն պատրաստվում է գնալ Մոսկվա եւ կանգնել Պուտինի կողքին, նաեւ մարդիկ վարկած են առաջ քաշում, որ նա կարող է այնտեղից վերադառնա ինչ որ նոր համաձայնությամբ, օրինակ հայ-թուրքականից ռուսներին հեռացնելու կամ ժամանակին 102-րդ բազան։ Իրավիճակը այնպիսին է, որ մենք չպետք է զարմանանք դրանից, դա էլ կարող է լինել։ Ես օրինակ այդ վարկածները ռացիոնալություն եմ տեսնում այդ վարկածների մեջ։ Դա ռացիոնալություն եւ մի դրական թե բացասական բան եք տեսնում։ Իհարկե դրական։ Մեզ համար
Մեզ համար շնչելու խնդիր է, շնչելու կամ չշնչելու, որպեսզի ռուսական ռազմական ներկայությունը այստեղ չլինի, որովհետև մենք այդ ներկայությունից ոչ մի բան չենք շահում եւ մենք կորուստներ ենք ունենում։ Մեր պատմության վերջին 5 տարին կարծում եմ բավական է, որպեսզի մենք դա վերջնականապես գիտակցենք։ Եվ ցանկացած աշխարհակահաղական ստատուս կվոյի փոփոխություն մեր տարածաշրջանում հիմքում այդ հենասյուներից մեկը դա Ռուսաստանի ռազմական ներկայության չեղարկումն է մեր երկրում։ Այնպես որ եթե իրոք Նիկոլ Փաշինյանը գնալու է մայիսի 9-ին այնտեղ այդ դիկտատորների կողքին կանգնի Ռախմոնի, Լուկաշենկոյի, Ալիևի եւ Պուտինի եւ դրա փոխարեն կարող է բերել այսպիսի արդյունք, ես կհամարեմ, որ դա արդարացված է, եթե դա այդպես լինի։ Իսկ եթե գնալու է ուղղակի Պուտինին հավելյալ լեգիտիմություն հաղորդի իր ներկայությամբ, դեպքում մենք քաղաքական տեսանկյունից, ռացիոնալության տեսանկյունից այդ քայլը ճիշտ չի։ Հետաքրքիր էր, ասացիք Ռախմոնի, Լուկաշենկոյի եւ Պուտինի, ես հիշեցի, որ Ռախմոնը, Պուտինը եւ Լուկաշենկոն միասին հեռախոսազրույց ունեցան Ալիևի հետ։ Կարծում եք սա երակողմի մասին էր ավելի շատ եւ ավելի շուտ, թե պայմանագրի հնարավոր ստորագրումը Մոսկովյան հարթակում կազմակերպելու։ Ես չեմ կարծում, որ մենք ինչ-որ պայմանագիր ենք այդտեղ ստորագրելու, դա մեզ համար ինքնասպանություն կլինի։ Այս պահին վերադառնալ ռուսական այդ ուղեցիր եւ փորձել Ռուսաստանի միջոցով ինչ-որ խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ, մեզ համար նման է ինքնասպանության։ Վերջը մենք պետք է արդյունքները հիշենք, չէ՞, ռուսական միջնորդությամբ ինչ է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախակապիտուլյացիան։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա մեր նախակապիտուլյացիան է։ Շատերը ասում են կապիտուլյացիա է, ասում են չէ, կապիտուլյացիա չի եղել, եղել է նախակապիտուլյացիա։ Եվ եթե հիմա մենք վերադառնում ենք այդ սահմանների մեջ, հա, այդ շրջանակի մեջ լինելու է կապիտուլյացիա։ Ես այն մարդկանցից եմ, որոնք բազմիցս են նշել եւ պնդել, որ երբ որ մենք գնում ենք Մոսկվա եւ Պուտին, Ալիև, Փաշինյան հանդիպումներ լինում, այդտեղ կա ոչ թե 3 կողմ, այլ 2 կողմ, ռուս-ադրբեջանական 2 հոգի եւ Փաշինյանը միայնակ իրենց դեմ։ Ռուսաստանը միջնորդ չէ, Ռուսաստանը վաղուց կոնֆլիկտի կողմը եւ ցավոք X պահից ես համարում եմ դա 2007 թվականի Մյունխենյան ճառը Պուտինի, Ռուսաստանը դարձել է կողմ միակողմ, դարձել է կողմ Ադրբեջանի հետ տանդեմով։ Սա է իրականությունը։ Ցավալի իրականություն է, բայց այդպես է եւ շարունակել այդ տրամաբանության մեջ ինչ որ լուծումներ գտնել մեզ համար նման է քաղաքական ինքնասպանության։ Մենք կստորագրենք սեփական ձեռքով մեր կապիտուլյացիան։ Միացյալ Նահանգների Ռուսաստանի մասին խոսեցինք, Թուրքիայի դերակատարության մասին ինչ կասեք եւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների։ Այս պահին ես տեսնում եմ երկրի ղեկավարությանը մոտ հույսեր, որ Թուրքիան կարող է այս գործընթացում օբյեկտիվ նախաձեռնողի դեր խաղալ եւ օգնել Հայաստանին այս առումով, փորձել Ալիևին ուշքի բերել, խելքի բերել, որպեսզի Ալիևը գնա իրական խաղաղության, այլ ոչ թե փորձի տարիներով պատրանքներ ստեղծել եւ անել այնպես, որ խաղաղությունը գնալով էլ ավելի հեռվանա։ Ես չգիտեմ, որքանով են այդ հույսերը արդարացված։ Ես այդ տեղեկատվությունը չունեմ, որը կարող է թույլ տալ այդպիսի հույսեր ունենալ, պետք են ցուցիչներ հստակ, այդ ցուցիչները ես չեմ տեսնում։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի լռությունը, Թուրքիայի մեղադրանքների բացակայությունը Հայաստանի հասցեին վերջի երևի մոտ 1 տարվա ընթացքում այդպիսի ցուցիչ չի կարող լինել, դա բավական չէ։ Թուրքիան կարող է ուղղակի իր խաղը խաղալ։ Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի թիվ 1 դաշնակիցը, Թուրքիան շարունակում է ամրապնդել եւ ուժեղացնել ադրբեջանական բանակը, Թուրքիան շարունակում է ռազմական մատակարարումներ իրականացնել Ադրբեջանին, եւ այստեղ ամեն ինչ շատ պարզ է եւ հստակ է։ Ես չեմ բացառում, որ Թուրքիան իրապես շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում վերջնականապես հաստատվի խաղաղություն եւ այստեղ շատ մեծ դերակատարում ունի Թուրքիայի նոր արթնացող, հա, վերակենդանացող եվրոպական ամբիցիաները, իսկ մենք դա տեսնում ենք Եվրամիության անդամակցության եւ ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերությունները։ Ես ժամանակին առիթ եմ ունեցել, երբ որ այդ ավերիչ երկրաշարժը եղավ Թուրքիայի հարավ արևելքում, պնդել, որ թուրքական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ մեղմվելու է։ Եվ մեղմվելու է այն պարզ պատճառով, որ Թուրքիան ունի փողի կարիք։ Փողի կարիք, որը որևէ մեկը բացի Ամերիկայից, հա, եւ միջազգային արժույթի հիմնադրամից իրեն չի տրամադրել։ Այստեղից առաջացավ այդ կախվածությունը եւ ես կապում եմ այդ թուրքական հռետորաբանության մեղմացումը առաջին հերթին դրա հետ։
որտեղ դա կբերի վերջնարդյունքում այս պահին դեռ պարզ չէ։ Ընդհանրապես մեղմացման դրսևորում է, հա, թուրքական մեդիայում Հայաստանի պաշտոնական տեսակետների տարածումը, թուրք լրագրողների այցը, դա խոսում է հերթական անգամ ամրապնդում է այն պոստուլատը, որ ես հնչեցրեցի, որ դու պետք է լինես նախաձեռնողական։ Հայաստանի կառավարությունը եղավ նախաձեռնողական, առաջարկություն արեց թուրքերին, որից նրանք չէին կարող հրաժարվել։ Դա բխում է երկու ժողովուրդների շահերից, երկու կառավարությունների շահերից, դրա համար դա տեղի ունեցավ։ Դա հերթական անգամ նախաձեռնողականության արդյունք էր։ Մենք պիտի անընդհատ այսպեսի, ես օրինակ ընդունում եմ սա եւ ես միայն կարող եմ ողջունել այսպեսի նախաձեռնությունը։ Եթե այս տրամաբանության մեջ մենք շարունակենք նախաձեռնողական լինել, ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կարող ենք շատ ավելի շոշափելի արդյունքներ ունենալ հայ-թուրքական հարաբերությունների մասով։ Իսկ այն, որ մեզ Թուրքիայի հետ հարաբերություններ անհրաժեշտ են, այն, որ մեզ Թուրքիայի հետ բաց սահման անհրաժեշտ է եւ դա բխում է մեր շահերից, դա կարծում եմ միանշանակ այդպես է եւ ակնհայտ է։ Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի համաձայնեցում ողջունեցին կարծես թե բոլորը։ Եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, տարածաշրջանի երկրները, այն երկրները նույնիսկ որ ովքեր այս տարածաշրջանում կամ ներկայացված չեն կամ բան, այդուամենայնիվ կարծում եք, որ այս պահին հավանական չի մոտակա տեսանելի ապագայում ստորագրել։ Չեմ տեսնում դրա համար հիմքեր, քանզի չի փոխվել Ադրբեջանի դիրքորոշումը։ Իսկ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել։ Այդ մասին հայտարարում է Բայրամովը, հայտարարվում է կներեք Իլհամ Ալիևը եւ նրա օգնականը։ Փոփոխություն չկա։ Հռետորաբանության մեջ փոփոխություն չկա։ Եթե չկա հռետորաբանության մեջ փոփոխություն, ես ինչից պետք է եզրակացնեմ, որ այս պահին հավանականությունը խաղաղության Իսկ ինչը կարող է փոխել։ Ես ասացի ինչը կարող է փոխել։ Երկու հանգամանք։ Մեկը ուժային բալանսի փոփոխություն, ինչը կախված է մեզանից, եւ երկրորդը, ինչը նորից ինչ որ առումով կախված է մեզանից, աշխարհակահաղական բալանսի փոփոխություն, երբ որ նույն ամանան շատ ավելի վճռական քայլերի կդիմի, որպեսզի Ադրբեջանը այդ խաղաղության պայմանագիրը իրականում ստորագրի եւ այստեղ խաղաղություն լինի։ Դա է միակ, այդ ճանապարհը դա է, ուրիշ ճանապարհ չկա։ Այդ հարցում կարևոր նշանակություն ունի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների սպասվող հեռախոսազրույցը։ Չեմ կարծում։ Ինչու՞։ Որովհետեւ Ռուսաստանը շատ Ուկրաինային է վերաբերելու եւ ոչ Հարավային Կովկասին։ Շատ են նաեւ այսպիսի տեսակետները, որ նրանք քննարկում են ոչ միայն Ուկրաինան։ Հատետում ոչ միայն Ուկրաինան է։ Տեսեք, եկեք փորձենք հասկանալ ինչ հնարավորություններ ունի Ռուսաստանի նախագահ Պուտինը եւ Ռուսաստանը, որպեսզի մենք հասկանանք, թե որն է հավանականությունը, որ Թրամփը բանակցելու է Պուտինի հետ Հարավային Կովկասի ճակատագրի մասին։ Այս տարածաշրջանում Պուտինը ինչ հնարավորություն ունի։ Ինչ գործիքակազմ ունի։ Ունի գործիքակազմ ազդելու։ Ես կարծում եմ, որ չունի։ Ալիևը Պուտինին բացահայտ Հայաստանի ամբողջ ենթակառուցվածքները, ռազմական ներկայացվածությունը եւ այլն եւ այլն։ Եվ դա ոչինչ է։ Չէ, ոչինչ չի, բայց դա չի ստեղծում մի իրավիճակ, երբ որ Պուտինը պետք է մեր փոխարեն որոշում կայացնի։ Խոսքը սրա մասին է, ես սա եմ ասում, սա չի ստեղ։ Այո, խանգարում է, այո, պետք է գնալու մենք այդ դիվերսիֆիկացիա եւ նորից դիվերսիֆիկացիա։ Ես չեմ ասում ռազմական ներկայություն պետք է ստեղծել։ Պարզ է, չէ՞ դա, բայց դա այդ քրիտիկական եթե հիմա հայ-ադրբեջանական սահմանին կանգնած լինեն ռուսական զորքերը, եթե հիմա լիներ Ղարաբաղ, որտեղ հայեր էին ապրում եւ այնտեղ ռուսները կան, այդ ժամանակ իրավիճակը լրիվ այլ կլիներ։ Լավ, ասում եք Ռուսաստանը գործիքակազմ չունի, իսկ Միացյալ Նահանգները ինչ գործիքակազմ ունի այդ պարագայում։ Միացյալ Նահանգները ունի այն գործիքակազմը, որը չունի Ռուսաստանը, որովհետև Միացյալ Նահանգները աշխարհի մակարդակում, աշխարհի մակարդակով մեկ ունեն հեգեմոն պետության կարգավիճակ։ Ռուսաստանը հեգեմոն պետություն չի։ Ռուսաստանը նույնիսկ տարածաշրջանում, նույնիսկ Սիրիայում չի կարողացել հարցեր լուծել։ Ամերիկան Ռուսաստանին տշել է Սիրիայից։ Այդ դեպքում ինչ իմաստուն Միացյալ Նահանգների կողմից եթե ներկայացնում եք ամենահզոր, եթե Ռուսաստանը այն Ռուսաստանը չէ, էլ ինչի է բանակցում, որովհետև Ուկրաինայում կանգնած է մի քանի 100,000-անոց ռուսական բանակ, որը շարունակում է առաջ գնալ։ Դրա համար։
Այնտեղ նա ունի հստակ գործիքակազմ։ Պուտինի գործիքակազմը ամբողջ գործիքակազմը այս պահին Ուկրաինայում է։ Դրա համար Ուկրաինայի շուրջ գնում են բանակցություններ Ռուսաստանի հետ։ Բոլոր այդ խոսակցությունները, այդ հիմարությունները, Յալթա 2, Պոցդամ 2, Թեհրան 43, Պուտինը այդ քաշը չունի աշխարհում, որպես այդպիսի հարցեր լուծի։ Պուտինը աշխարհ կիսող չէ, որովհետև Պուտինը աշխարհում չունի ներկայություն։ Ինքը ունի Ուկրաինայում ներկայություն, շանտաժ է անում բոլորին այդ ներկայությունը եւ փորձում է իր քաղաքական քաշը, կշիռը, աշխարհակաղակական կշիռը ավելացնել։ Շատ դեպքերում բլեֆի է գնում։ Ավելի վստահ եք ասում, քան ասում է Միացյալ Նահանգների նախագահը։ Միացյալ Նահանգների ցանկանում ենք տեսնել, կարող ենք արդյոք վեճ տնել այս պատերազմին։ Գուցե մենք կարող ենք, գուցե մենք չենք կարող, բայց ես կրկնում եմ, որ մենք շատ լավ հնարավորություն ունենք։ Ես ասում եմ, որ Թրամփը հնարավորություն ունի եւ վստահ ասում են, որ նա պատերազմին վերջ է դնելու։ Ես այն մարդկանցից եմ, որոնք վաղուց ասում են, որ ես չեմ հավատում, որ այդ պատերազմը կանգնելու է։ Լինելու է հրադադար, ձեր ստուդիայում եմ ասել։ Լինելու է հրադադար, բայց այն ոչ այն պատճառով, որ Թրամփն է ստիպելու Պուտինին, կողմերը արդեն ուժասպառ են եղել, չեն կարող կարգել եւ վաղ թե ուշ հրադադար լինելու։ Ինչ պայմաններով մենք չգիտենք, բայց խաղաղություն չի լինելու։ Չի լինելու խաղաղություն եւ որևէ մեկը Պուտինին չի կարող ստիպել գնալ այդ խաղաղության այս պահին։ Մոտ ապագայում, միգուցե այս տարվա ընթացքում։ Ես սա եմ ասում։ Այստեղ ես վստահ եմ խոսում, ես լրիվ հակառակն եմ ասում, ինչ որ դուք եք ինձ վերագրում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ, կհանդիպենք։